Ճիշտ է։ Բա ինչի Հայաստանի Հանրապետությանը չեք ծառայում, այլ ինչ-որ մի խելագարի։ Կարող եմ իմանալ։ Դուք էլ եք ծառավում, ժողովուրդն էլ է ծառավում։ Բոլորին ինքը պարտադրում է մի հատ անօրենությունների աղբյուր, ամբողջ ազգին պարտադրում է իր գործի մեջ ներքաշել, իր անօրենությունների մեջ ներքաշել։ Դուք հասկանում եք, որ այսօր Երևանը դարձել է Աբդուլ Համիդի Ստամբուլը եւ երիտ թուրքերի Ստամբուլը, որտեղ գլխատվում են բոլոր մտածող մարդիկ։ Ինչ պետք է անեն, ինչ պետք է անի հիմա։ Իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան։ Իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան, որովհետեւ իրենք Վանեցի եմ, եթե շատ արմատներս հետաքրքրում, ինչ եք ուզում անել։ Ինչ եք ուզում այդ հարցը տալ։ Ինչ եք այդ հարցը, դուք մայոր եք, ինչ եք բույվշի, ատստավկա։ Ահա, շատ ուրախ եմ։ Ես շարքային բանվոր եմ։ Եվ ինչ եք այդ հարցը տալիս։ Ինձ համար Արցախցի է, Վանեցի է, Էջմիածինցի է, բոլորը հայ են։ Եվ մենք ուզում ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե Թուրքի Ստամբուլում, դուք հասկանում եք։ Այսօրվա դրությամբ իմ կրթությունը ինձ թույլ է տալի կարծիք հայտնել, բայց ես ինժեներ եմ, եթե դա ձեզ շատ աղուզում։ Ագիտացիա, լսեք, ոչ, ես բոլորի պես չեմ կանգնի։ Ինչ եք դուք ուզում ինձ լեզուս փակեք, ինչ եք ուզում փակել։ Այսօրվա դրությամբ արդեն ոտնահարվել է ամեն ինչ, գործը հասել է մեր առաքելական եկեղեցու եւ դուք ինձ ասում եք, որ ես փակեմ, դուք նման բան կարող եք պատկերացնել, որ որևէ մսկիթում մի հատ ամենաանձրագետ մոլայի գան ու բռնեք անեն, դուք եք պատկերացնում եք, ոչ, ամենաանձրագետ մոլայի հետ, պես չեն վարվել ինչ որ այսօր արվում է, ամոթ է։ Ես ուզում եմ, որ բոլոր ոստիկանները թեքվեն դեպի ժողովուրդ եւ այդ նույն հոդվածով, որ տրված է Սրբազանի հանդեպ, այդ հոդվածով այսօրվա դրությամբ կալանավորեն Նիկոլ Փաշինյանին։ Այնտեղ բառերը, որ գրված է, լրիվ համապատասխանում է տարածքային, չգիտեմ, ես չեմ կարող, ես յուրիշ չեմ։ Մենք խանգարեցինք ձեզ։ Թույլ տվեք լրագրողները հարցեր տան, էլի։ Այսինքն մենք խանգարում ենք, կթեքվեք լրագրողների մոտ։ Գոռում եմ, դուք ուզում եք ես քնելով հանգիստ ասեմ, ինչ պուպուշա Նիկոլ Փաշինյանը, հա։ Դուք ինչ է, դա եք ուզում լսեք, դուք չեք հասկանում Երևանում այսօր ինչ է կատարում, ես ես կրկնում եմ Աբդուլ Համիդ եւ երիտ թուրքեր, այսօրվա դրությամբ Աբդուլ Համիդի 94-96 թվականները 19-րդ դար եւ 15-ից 23 թվական հայոց ցեղասպանության օրերն այսօր երիտ թուրքերի օրոք միթե չեք տեսնում եւ նույնպես գլխատվում է ամբողջ ազգի սերուցքը հասել են ամենակիրթ մարդկանց սրբազաններին, դուք հասկանում եք ինչ է կատարվում, միայն թուրքը կարող է այդպես բան անել։ Ես ասում եմ մսկիթ որևէ մեկը մի հատ մոլայի կկպներ տենց բան աներ։ Ախր ամոթ է մեր ազգին է ամոթ։ Իսկ դուք ինձ ասում եք լռեք։ Ես ուզում եմ հանգստանամ։ Ով որ հասկանում է, ով որ չի հասկանում, նա անթափանց է։ Դեմքներին նայիր ու տես, որ նրանք անթափանց են, չեն թափանց։ Այ մարդկայինը կորցրած, դիմագիծը կորցրած մարդիկ են, որ ոչինչ չեն տեսնում։ Նրանց ինչքան ուզում ես ասիր, թե ասի ոչխարը իջնում է, թողեք ես գնամ։ Քաղաքը նենց հանգիստ խաղաղ երուզերով ապրում է, կարծես ոչինչ չի կատարվում, կարծես ոչ մի բան ամեն ինչ նորմալ է, ցավը սա է, հայեր ջան, 15 թվին նույն ձև է եղել, մաս են հատել բոլորի գլուխը, մաս հերթով եկել են եւ բոլորին ոչնչացրել են, միթե դուք այդ բնազդը, գոնե կենթանական բնազդ չեք զգում, որ ձեզ գլխատում են։ Ես 70 տարեկան ինչ ոստիկանության աշխատող։ Էլի նախկին այդ ուրիշ բան էր, հա։
Էլի ասի նախին կլի։ Ախտի միլիցա չի։ Այո, ես չեմ հետաքրքրում ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հայ առաքելական եկեղեցու հետև։ Այո, բա ինչպես։ Հա։ Ձայները լսեն, ինչ եք եկել այս մարդկանց մեջ կանգնել։ Դու ես չեմ եկել, դուք եկեք իմ դրա դեմ ինձ հանգիստ խանգարում։ Ես չեմ խանգարում ձեր անի։ Այդ կամերաները լերո Գնացեք տուն դռները փակեք ու նստեք, ինչ խնդիրն է, քանի Թե չես է հասարակական տարածք է, ու մեր պապերն են սարքել։